Հունվարի 31-ին անգլերեն առարկայի միասնական քննության տապալման պատճառը տեխնիկական խոտանն է եղել, պարզաբանում են գնահատման եւ թեստավորման կենտրոնից։ Բացառապես տպագրական բան է եղել, տպագրական խոտան է եղել, որը հայտնաբերվել է քննության ընթացքում։ Տեղում ուրեմն ում խոտանով էր էջը կողքինից օրինակի համար վերցրել ենք ֆերոքսենարը, տեղում, որովհետև տեղում աջինահանման սարքավորի մեծարկիր կամուրի դիմորդների քննությունից հետո իրենց պատասխանի ձևաթղթի պատճենը տան։ Բազմաթիվ դիմորդներ բողոքում են, որ քննությունը լիարժեք հանձնել չեն կարողացել։ Ոչ միայն խոտան ունեցող քննադատիկով դիմորդները, այլ նաև մյուսները, քանի որ 30-ից 40 րոպե խաթարվել է քննության ընթացքը։ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, գնահատման եւ թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի անգլերեն առարկայի նոր քննություն։ Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը անկախ իրենց թեստի տարբերակից։ Կպահպանվի բարձր միավորը։ Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն, չմասնակցելով նոր քննությանը։ Նշենք, որ տպագրական սխալը եղել էր մեծամասամբ թեստերի 2-րդ եւ 4-րդ տարբերակներում։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակը նշում է, որ տարբեր դպրոցներում դեպքերի քանակները տարբեր են եղել, իսկ թե ինչ կառուցվածք են ունենալու նոր թեստերը, պարզաբանում է։ Սկզբունքորեն նույն կառուցվածքի, սկզբունքորեն նույն բարձրության, բայց այլ թեստ պիտի լինի բնականաբար։